Արտահոսքի կրոսովետական բազմահակ շենքա հարևանի տունը այս հատվածն է թրջվել, բողոքը եղել է, այսինքն նկատել է ներքևի հարևանը, ներքևի հարևանի տունն է կաթում, հասկանանք այս ինչ հոսքեր են։ Ներքևի հարևանի տունը ուսումնասիրություններով, հարևանի լսելով ունեցել ենք արտահոսքեր ամիսներ առաջ, նոյեմբերին ասեց, այս պայն գործիքները ոչինչ չեն ֆիքսում, այսինքն այս պայն արտահոսքեր չկա, բարձրանանք 11-րդ հարկից հասկանանք, թե 10-րդ հարկի գլխին ինչ կար, այս պայն արտահոսքեր չկա, լավ ճիշտ կլինի սպասենք արտահոսքեր լինի նոր կամ ուսումնասիրեն, որովհետև շատ ժամանակ կծախսենք, որպեսզի արհեստական կերպով փորձենք հասկանանք այս արտահոսքերը որտեղից եք ստեղծում։ Ու մեջբերում էլ խնդրում եմ հրավիրեք այն ժամանակ, երբ որ ունեք արտահոսք։ Եթե ամիսներ առաջ եղել է արտահոսք, կանչում եք միջոցներ եք ծախսումի վրա, որը կարող է արդյունավետ չլինել։ 10-րդ հարկի ուսումնասիրությունները սալիկի աներմետիկություն եմ դիտարկում, հիմա պետք է թեզը հաստատեմ, այսինքն հիդրոխցանով փորձեմ 9-րդին ջրեմ, սրա էլ կախված դեռ մտածել է պետք, ընդհանուր կողողագծին նահագրուսկա տվեցինք, շատ մեծ չէ նահագրուսկան, 11-10 դեպի 9, արտահոսքեր չստացանք, վերևը դեռ կպարզենք, ներքևը անցնենք փորձարկումների։ Չէ գալիս է ապեից։ Լավ չորում է։ 11-րդ հարկում վանայի աներմետիկություն։ Ունենք նաև հոսքեր սիֆոնից, հին չուգունի սիֆոնա, այսինքն վանայի նագրուսկա տալով հոսում է նաև այստեղ։ 10-րդ հարկում էլ սալիկի աներմետիկություն, այսինքն հիդրոխցանով շատ թեթև ներքևը բետոնը խոնավացրեցինք, անցնի մի քանի ժամ ներքևը կաթոսը կարձանագրվի, բայց ամեն դեպքում շատ խիստ այդտեղ ագրեսիվ պայմաններ ենք ստեղծել, սովորաբար լողանալուց նման խցանումներ չի լինում, այսինքն բուն արտահոսքի պատճառը, որը նկարագրում էր ներքևի հարևանը, որ նոյեմբերին չռացել է, չկարողացանք ստանանք այդ արտահոսքը, ուղղակի հոսքագիծներ երևում, այնպես որ հավանական թեզի կերպով ստեղից սալիկի հերմետիկություն է, իսկ վերևից այս հատվածից դեպքում վաննայի էլի սալիկի աներմետիկություն ու սիֆոնից էր թողում։ Հրավիրեք այն ժամանակ, երբ որ լուրջ հոսք ունեք, այսինքն կաթոցը ակնհայտ է։